Երեկ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ տեղի ունեցած բանավեճերը մեր ժողովրդին ցույց տվեցին, որ նա հնարավորություն ունի խուսափել քաղաքական ամայացումից։ Այս մասին հունիսի 5-ին Երևանում Հայաստանի խորհրդարանի շենքի մոտ քարոզարշավի ընթացքում հայտնել է Լուսավոր Հայաստան կուսակցությունից վարչապետի թեկնածու Էդմոնդ Մարուքյանը։ Քաղաքական գործչի խոսքով Հայաստանի ազգային ժողովի շենքը որոշակի խորհրդանշական նշանակություն ունի։ Այս շենքը հայ ժողովրդի իշխանության կրողն է։ Հունիսի 7-ին կորոշվի, թե ով կհայտնվի այս շենքում։ Մարդիկ, որոնք հնչեցնում են ինչ-որ անիմաստ բառերի հավաքածու, բայց քաղաքական միտք չունեն, մարդիկ, որոնք միայն հիմա են սկսել դասերը սովորել կամ ցանկանում են դրանք սովորել բանավեճերի ընթացքում, մարդիկ, որոնք հանցագործության մասին հայտարարություն են անում, թե այն մարդիկ, որոնք ունեն քաղաքական միտք, ծրագիր, գաղափար եւ ցանկանում են իրականացնել հենց այդ ծրագիրն ու գաղափարը։ Եվ ահա մենք այստեղ ենք։ Մեր վերջին խորհրդանշական ապաստարանը Հայաստանի ազգային ժողովն է, ասել է Մարուքյանը, կոչ անելով քաղաքացիներին գալ ընտրության եւ ձևավորել այն խորհրդարանը, որը նրանք ցանկանում են։